Աշխարհի շատ քաղաքներում բացի այդպիսի ֆիզիկական ենթակառուցվածքներից նաև գրում են կանաչ լուծումների հետևից։ Ինչ է այդ կանաչ լուծումը ենթադրում։ Օրինակ, գոյություն ունեն այսպես կոչված ներթափանցող, հա, մայթեր։ Այսինքն, երբ որ դու մայթը սարքում ես, ոչ թե հա ինքը ամբողջությամբ, չգիտեմ, ինչ ասֆալտա լինում կամ ինչ-որ շատ կային ասում իրան։ Այլ ինքը ծակծկոտ բան է, հա, իրանից ենթադրում, որի մեջ բուսականություն է, ում շատ փոքր է իր բան, բայց ինքը կլանող է։ Այս տիպի բաները կամ օրինակ տեղեր կան, որ նորակառույցներին պարտադրում են տանիքների վրա անձրևաջուրը հավաքող մեխանիզմ ունենալ, հա։ Ինքը շատ պարզ բան է, երբեմն նույնիսկ այդ անձրևաջուրը շենքի կարիքների համար էլ օգտագործում են, օրինակ կաղանուն ջրի, զուգարանի ջրի համար այդ անձրևաջուրը օգտագործում։ Այս տիպի բաները տարբեր քաղաքներում ցույց են տալիս, որ հեղեղի հավանականությունը 40%-ով միջև կարող նվազեցնել։ Այսինքն դու ինչ ես անում, դու էկող անձրևը կուտակում ես ու թողում ես, որ ինքը բնական ճանապարհով գնա։ Եթե ինչքան կանաչ տարածքը շատ է, ինչքան հողը շատ է, ինչքան կլանումը շատ է, այնքան քիչ է անձրևը ասֆալտի վրա, այնքան քիչ է անձրևը, հա, այսինքն հնարավորինս այնպես արվում, որ միջև կոպիտ ասած անձրևի ասֆալտին հասնելը դրա դրական պատողները օգտագործել կլանել